Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց Արմավիրի Մարսի Միասնիկյան համայնքի Հիսուսի մանուկներ առողջության կենտրոնի բացման արարողությանը։ Արարողությանը մասնակցում էին նաև ամենայն հայոց կաթողիկոս Նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին II, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ։ Առողջապահության կենտրոնը վերանորոգվել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից Փակումյան ընտանիք բարեգործական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Հիսուսի մանուկներ առողջության կենտրոնը կարող է բարձրակարգ որակյալ առաջնային եւ մասնագիտացված բուժօգնություն իրականացնել Բաղրամյանի տարածաշրջանի եւ հարևան այլ համայնքների ավելի քան 22,000 բնակչությանը։ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը երախտագիտություն հայտնեց մարզում ներդրումներ կատարողներին, բարեգործություններ իրականացնողներին եւ բոլոր նրանց, ովքեր նվիրաբար ձեռք են մեկնում նմանատիպ ծրագրերում եւ օգնում մարզի ազգա բնակչությանը հնարավորինս կրճատել խնդիրները եւ թեթեվացնել հոգսերը։ Սիրելի հյուրեր, հարգելի համագործակցներ, ես ցանկանում եմ սրտանց իմ շնորհակալական խոսքը ասել Հայաստանի մանուկների հիմնադրամի գործադիր տնօրեն պարոն Կարո Արմենին, այս հրաշալի առողջապահության կենտրոնը մեր մարզի ազգաբնակչությանը, հատկապես Միասնիկյան համայնքին տալու համար։ Մեծ արգո նախագահ, Հայաստանի Հանրապետության մանուկների հիմնադրամի կողմից վերջին 4 տարիների ընթացքում մարզի տարածքում շուրջ 9.5 միլիոն դոլարի ներդրում է կատարվել։ Իմ խորին շնորհակալություն պարոն Արմեն, ձեզ եւ բոլոր հոգաբարձուներին եւ բոլոր շինարարներին, որոնք այսպիսի հրաշալի ուրեմն նվեր տվեցին մեր ազգաբնակչությանը։ Շնորհակալություն։ Առողջության կենտրոնի տնօրենը եւս գոհունակություն հայտնեց բարերարին եւ ծրագրի իրականացնողներին, ներկայացրեց նորաբաց կենտրոնի առավելությունները եւ անհրաժեշտությունը։ Մեր նախարարության որդեգրած քաղաքականությունն էլ է, որ բնակչությանը մոտեցնի, ասենք առողջապահությունը մոտեցնի բնակչությանը եւ այժմ արդեն ավելի մասնագիտական մոտեցում է ցուցաբերում։ Բացի դրանից շենքը հագեցած է ժամանակակից տեխնիկայով եւ գործիքներով լաբորատոր եւ մնացած բոլոր հնարավորությունները, որպեսզի գրեթե բնակչության պոլիկլինիկական սպասարկման 90%-ը կարողանանք այստեղ իրագործել։ Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից նախաձեռնած Բաղրամյանի պոլիկլինիկայի եւ մոր ու մանկան առողջության պահպանման կենտրոնի հիմնանորոգում եւ վերանորոգում Հիսուսի մանուկներ առողջության կենտրոնի ծրագիրը մեկնարկել է 2008-ի ապրիլից։ Շինարարական աշխատանքներն իրականացրել են Վանաձորի Կանակա-Բաց բաժնետիրական ընկերությունը։ Բաղրամյանի տարածաշրջանում սա Փակումյան ընտանիքի առաջին ներդրումային ծրագիրն էր։ Բարերարը վստահեցնում է, որ Բաղրամյանի համայնքներում անելիքներ շատ կան եւ հիմնական շեշտը դրվելու է մոր ու մանկան առողջության եւ գյուղի զարգացման հեռանկարների վրա։ Շատ ուրախ եմ, որ Միասնիկյանը հասած ենք եւ մեր արդեն մաղթանքը այն է, որ գուզենք Հայաստանի այլ ուրիշ գյուղերն ալօգնել, այսինքն միայն Արմավիր մարզի մեջ չէ, բայց միայն Բաղրամյանի շրջան չէ, բայց ուրիշ գյուղեր ալ գուզենք օգնել, այսինքն արդեն ռեսուրսի խնդիր է, եթե ռեսուրսները մի քիչ ավելնան, մենք պիտի կարողանանք արդեն ուրիշ գյուղեր օգնել։ Հիմա կարևորը այն է, որ այս ֆորմուլան, որ աշխատի մեր գազագերբության միջոցին, լավ հաստատված է եւ շատ հաջող եղած է մինչեւ հիմա եւ այդ ֆորմուլան գրգնելը կարելի բիդոլա հարգա։ Գուզենք բան մենակ որ հայրիկից առաջին հորս քրոջը անունով է, այսինքն Հիսուսին հարգելու համար եւ հիշել մեր ծնողները, իմ մեծ հայրիկիս եւ մեծ մայրիկիս հայրիկիս կողմից։ Այս պրոժեկտը հայրիկիս հարգելու համար Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ երկար տարիներ աշխատում են Վանաձորի տարբեր սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ՝ Պրիզմա, Վան, Վեկան, Ռուդիկ Սիմոնյան, ՎՆՍ, Բիոնիկ, Ջեռուցող, Շշեկոյան, Գրինգելին եւ երկար տարիներ նրանց հետ համագործակցում է նաեւ Կանակա-Բաց բաժնետիրական ընկերությունը։